Գինի, երաժշտություն ու ոչ մի գաղտնիք, որ մինչև հիմա թաքուն էր մնացել հայ տիկնանց զգեստապահարանում։ Մետաքսե հագուստների տակից ասեղնագործ շապիկներ, սեղմիրան, ընդհուպ ինչ տիպի վարտիքներ են կրել 1800-ականներին ապրած մեր կանայք։ Ցուցադրությունը բացառիկ է, առիթը մարտի 8-ը, կազմակերպիչը Երևանի պատմության թանգարանը։ Սա առաջին անգամ Հայաստանում նման համարձակ քայլներ թանգարանային ոլորտում նմանատիպ ցուցահանդես կազմակերպել, որը միտված է հանրահռչակելու 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ուրեմն կանանց գաղտնիքները։ Հարսանեկան գիշերազգեստից մինչև մկրտության շապիկ պատմական նմուշների փակ ցուցադրությանը հրավիրված էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Հիացած են, ինչպիսի նրբություն, ասեղնագործ վարպետություն։ Երբ որ դու նստում ես ու սկսում ես անել այս մանր փոքրիկ ասեղնագործությունը, երբ որ դու մտածում ես, որ հեսա կանցնեն այդ ժամանակները, ու ես կամուսնանամ, ու ամուսնանալուց այսա եմ հագնելու, հա դա ախր եւ հանգստացնում է, եւ ներշնչանք է տալիս ապագայի համար, եւ հավատք է ստեղծում։ Այդ բարությունն եմ ես տեսնում այս ցուցադրության մեջ, հասկանում եք, ոչ թե պիկանտ մասեր։ Ներկայացված են Մուշի, Կարսի, Կարինի, Հալեպի, Այենթափի, Սասունի, Կարի ու ասեղնագործական դպրոցներից մեզ հասած աշխատանքները։ Կարելի է տեսնել նաև 19-րդ դարի արհեստանոցները, որտեղ հայ կանայք հագուստ են պատվիրել, ազնվականների ննջասենյակները, պերճանքի աքսեսուարներ։ Ցուցադրության նկատմամբ հետաքրքրություն են բորբոքում թանգարանի աշխատակիցները։ Կանանցի ներքնազգեստը հայ կնոջ համեստությունը, ամոթխածությունը անպայման դա կարևորություն չի տվել եւ ժամանակին երբևէ չէր ցուցադրվել։ 100 եւ ավելի տարի առաջ, երբ հայկական ընտանիքները նաև շատ դառաօրեր են ապրել, նման շքեղ ներքնազգեստներ կրելը վկայում է մեր կանանց նուրբ ճաշակի ու ճոխ մշակույթի մասին։ Պետք է աշխարհին պատմել այս մասին։ Սրահում ներկայացվածը Իտալիայում տեսած նմանատիպ ցուցադրությունների հետ է համեմատում այս այցելուն։ Կարող է լինել շատ պրոզայիկ, բարձ շապիկ, բայց այս պարագայում դու հասկանում ես, թե ինչքան նրանք իրենց ճաշակը բարձր է եղել եւ իրենց նրբաճաշակությունը արտահայտվում է մարդու հագուստում, ոչ միայն վերնազգեստում, այլ նաև ինչու՞ չէ ներքնազգեստում։ Ցուցադրությունը պարզվեց նաև Երևանի զբոսաշրջիկ հյուրերի ներկայթակղել, թանգարան բերել։ Իրականում շատ հետաքրքիր է, որովհետև ես սիրում եմ հագուկապ, զգեստներ ու պատմություն, եւ տեսնել, թե ինչ են մարդիկ կրել դարեր առաջ, իրոք տպավորիչ է։ Պատմական նմուշներից այցելուների ուշադրությունը մի պահ շեղեց թեմատիկ ոճի հանդերձանքով ցուցադրության եկած ժամանակակից հագուստի դիզայները։ Ասեղնագործ ժանյակները նորից թրենդային են դառնում, հուշում է աղջիկներին։ 20-րդ դարասկիզբ ամուսնուս տատիկի աշխատանքներն են, որոնք ես շատ խնամքով պահպանում եմ ու նաև օգտագործում եմ, համադրում եմ ժամանակակից հագուստի հետ։ Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը տոնական ցուցադրությունը ժամանակավոր է, բաց չթողնեք, հորդորում են կազմակերպիչները։ Այցելուները ընդամենը 1 ամիս բացառիկ ժամանակաշրջանով կկարողանան տեսնել, քանի որ այն կփակվի ապրիլի 7-ին։ Օրվա գրեթե բոլոր հյուրերը բջջայինները լցրին բացառիկ ֆոտոներով։ Պրոֆեսիոնալ լուսանկարների համար ցուցադրության ընթացքում սրահում ծառայություն է մատուցելու պատմական իր զգեստապահարանով թանգարանում աշխատանքային անկյուն ձևավորած Մարաշլյան ստուդիան։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, լուրեր։